Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի նվազում։ Կրակոցները կեսգիշերից վաղ առավոտ լսվում են։ Իրեք անգամ կրակել են 10-ից կես, 12-ից կես, ու մեկ էլ ուղիղ 4-7 սկսեցին կրակել օդը դեպի, բայց շատ մոտիկներ էլի։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում սահմանային վիճակի մասին հաղորդագրությունները հիշեցնում են 44-օրյա պատերազմին, 2022 թվականի ջերմուկի դեպքերին, 23 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմին նախորդած օրերը։ Բաքուն Երևանին կրակելու, Երևանը Բաքվին ստելու համար է մեղադրում։ Մինչդեռ զուգահեռ իրականությունում վարչապետ Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի պատրաստ լինելու մասին։ Խաղաղությունն այսպես է գալիս։ Չգիտեմ ինչքան կտևի, ոչ մեկս ոչ մի բան չգիտենք։ Կրակոցները ճնշելու համար են արձակվում, ասում է Արա Պողոսյանը։ Ամեն փամփուշտ Բաքուն ուղարկում է Երևանից նոր զիջում պոկելու համար։ Ադրբեջանը ունի նոր պահանջներ եւ հավատարիմ իր վարքագծին եւ գործելավոճին փորձում է ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման միջոցով ստիպել Հայաստանի Հանրապետությանը գնալու նոր զիջումների։ Պաշտպանական գերատեսչությունը հերքելով Բաքվից հնչող մեղադրանքները հիշեցրել է կառավարության առաջարկը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պատրաստական հայտարարության ֆոնին Բաքվի իշխանական պատգամավորը Հայաստանին պատրաստի դագաղներ պահելու խորհուրդ է տալիս։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է Տելեգրամում գրել։ Պատգամավորի մեջ բերած խոսքում ասվում է, թե իբր Հայաստանն է Ադրբեջանի դեմ պատերազմ նախապատրաստում։ Քաղաքագետն էլ պնդում է, Բաքուն սովորել է զիջումներ կորզելու լեզուն, հստակ պահանջ է դրել նոր սահմանադրություն, հայցերի հետ քաշում, սպառազինության վերահսկում։ Խնդիր է դրել առնվազն այս պահանջները իրական կյանքում կապիտալիզացնել եւ դրանից հետո մտածել, ինչպիսին կլինեն հաջորդ գործողությունները կամ հաջորդ պահանջները։ Դրա համար Ադրբեջանը որդեգրել է ուժի կիրառման սպառնալիքը, որը արտահայտվում է Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։ Հայաստանի խաղաղության համար ամեն ինչի պատրաստ լինելու հայտարարությունների ֆոնին Բաքվի պետական քարոզչամեքենան խոսում է Զանգեզուրի միջանցք անունը ստացած ճանապարհը վերցնելու մասին։ Բաքուն նոր ու վտանգավոր խաղ է սկսել, պնդում է Տաթևիկ Հայրապետյանը։ Ես շարունակում եմ պնդել, Ադրբեջանը ունի զավթողական շատ վտանգավոր նպատակներ։ Դրանք ել ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դարձել Արցախում տեղի ունեցած դեպքերից ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունից հետո։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակով քարոզվել ատելություն ու հայատյացություն։ Վերջին վառ օրինակն էլ այն էր, երբ Ալիևը իր ելույթում միայն 11 անգամ հայերի հանդեպ կիրառեց թշնամի տերմինը։ Այս ամենը պետք է ուղղել Ալիևի դեմ, բայց փոխարենը ՀՀ իշխանությունը զբաղված է Ալիևի սրբադասման ու մաքրազերծման աշխատանքներով։ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչը սովորում է կրակոցների ձայնի տակ քնելուն։ Բնակիչները ամեն առավոտ պաշտպանության նախարարության հերքում կարդալուն, գործող իշխանությունը զիջելուն, Բաքուն էլ անդադար պահանջելուն։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։